Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Երբ շատերը հեռանում էին հայրենիքից ավելի լավ կյանք փնտրելու, նա 30 տարի շարունակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատում էր մի գաղափարի վրա մտածելով Հայաստանի մասին։ Նա ասում է, երբեք չի ցանկացել հարստանալ իր երկրի հաշվին, այլ երազել է մի օր իր գիտելիքն ու աշխատանքը վերադարձնել հայրենիքին։ Բայց արդյոք Հայաստանը պատրաստ է լսել իր զավակներին, երբ նրանք վերադառնում են ոչ թե խնդրելու, այլ տալու եւ ծառայելու համար։ Հայազգի գյուտարարի առջև Հայաստանում ինչու են փակվում դռները, երբ նրա տեխնոլոգիան կարող է իրական հեղափոխություն մտցնել հայկական էներգետիկ ոլորտում։ Ինչ է ստացվում, կառավարությունը չի հասկանում նրա գյուտի արժեքը, թե կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ Հայաստանը ստանա էժան եւ անսահմանափակ էներգիա։ Հյուրս գյուտարար ինժեներ Սամվել Պետրոսյանն է։ Նա կարևոր ասելիքով է եկել, մնացեք մեզ հետ։ Ես ուզում եմ իմ ազգին փող տամ, անսահմանափակ, ինչ եք ուզում։ Նման արդյունավետ հայտնագործությունը ներկայացնելիս ինչու եք հանդիպել փակ դռների։ Ուրեմն դեմը առնելու չօգնելու պատճառը ես մինչև այսօր չեմ հասկանում։ Բայց ես ոչ մի կոպեկ չեմ ուզում պետությունից։ Առաջարկում եմ թույլ տվեք անսահմանափակ հոսանք արտադրենք, այսինքն ես թաքցնելու ոչինչ չունեմ։ Իմ տեխնոլոգիայով կարելի է արտադրել անսահմանափակ հոսանք։ Ձեր հայտնագործությունը պետական մակարդակով մերժվում է, հիմնավորվելով, որ չեն հավատում։ Հա, որոշ բան ինչի համար։ Այդպես է ստացվում։ Հիմա ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, սա միայն մեկ ժամվա գումարը կազմում է $70 միլիոն։ Այսինքն Հայաստանի ժողովուրդը կարող է չաշխատի ու ապրի։ Իմ ապահովությունը, որ ինձ չսպանեն, գնդակահարեն, չթույնեն, մագնատները կուզենան, որ ինձ վերացնեն, բայց ինձ է վերացնեն, արդեն ես գիտեմ ինձանից հետո ով պետք է շարունակի։ Մայրս ասեց, եթե դու իմ տղեն ես, ինձ լույս պետք չի, քո ազգին լույս տուր, որ իմանամ ես քեզ ծնվել եմ։ Այլ Հայաստանը դառնում է էներգիայի աղբյուր ամբողջ աշխարհին։ Ես ուզում եմ իմ երկիրը ապրի, հասկացեք վերջով։ Բայց որ Աստծուց պատիժ են ստանալու, ով որ Հայաստանի դեմ է գնում, այդ հաստատ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Հոգաչափ շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ իմ հյուրն եք։ Շնորհակալություն ձեզ, որ հրավիրեցիք ինձ ձեզ մոտ։ Ձեր մասին ինձ տեղյակ է պահել մեր ընդհանուր ընկերը, գնդապետ Կորյուն Ղումաշյանը եւ մեծ ցանկություն առաջացավ, որպեսզի ձեզ հետ հանդիպել, ներկայացնել ձեր տեսակետները, ձեր գաղափարները, թե դուք ինչ կարևոր գործով եք հայրենիքում եւ ձեր ստեղծագործությունը, այսպես ասած նորագույն տեխնոլոգիան, ինչ կարևոր ավանդ կարող է բերել Հայաստանին։ Ես պատրաստ եմ։ Շնորհակալ եմ։ Իմ ժողովրդին հայտնեմ։ Պարոն Պետրոսյան, դուք այնպիսի արժեքավոր եւ միևնույն ժամանակ արդյունավետ գյուտի հեղինակ եք մի տեխնոլոգիայի, որը մշակել եք Ամերիկայում, որը կարող է իրական հեղափոխություն առաջացնել էներգետիկ ոլորտում։ Ձեր գաղափարը, ձեր տեխնոլոգիան ներկայացրել եք Հայաստանում պատկան մարմիններին ի օգուտ, ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Այնինչ ես տեղեկացա, որ ձեր առջև փակվել են դռները։ Եկեք խնդրում եմ, եթե դժվար չի, շատ համառոտ ներկայացրեք ձեր տեխնոլոգիան, ձեր տեխնոլոգիայի արդյունավետությունը Հայաստանին, Հայաստանը ձեր տեխնոլոգիայով ինչ կարող է դառնալ եւ ինչու են դրա դեմը առնում։ Համեցեք։ Ում ես պատասխանեմ այսպես։ Իմ դեմ առնելու պատասխանը վերջից կամ։ Համեցեք։ Իմ դեմը առնելու չօգնելու պատճառը ես մինչև այսօր չեմ հասկանում։ Ինչն է պատճառը։ Գիտեք չկա, երբ որ մեկը գալիս ասում է ինձ ես կամ փող տվեք, ես անեմ, անեմ, ասենք տարբեր աշխատանքներ։ Կարելի է կասկածել ու չհավատալ։ Բայց ես ոչ մի կոպեկ չեմ ուզում պետությունից։ Առաջարկում եմ թույլ տվեք անսահմանափակ հոսանք արտադրենք։ Քանի որ մեր պետության այսօրվա ղեկավարները, թե նախկինները, թե հետո ով էլ կա, պետք է
մի քիչ գաղափար ունենա, թե ինչ կարելի է ստեղծել կամ ոնց է ստեղծվել, տեսնեն, հավատան։ Ես եւ ցույց եմ տվել տելևիզորով եւ ցույց եմ տվել մարդիկ եկել են Ամերիկայից, բացատրել եմ, ցույց եմ տվել։ Այսինքն ես թաքցնել ոչինչ չունեմ։ Իմ տեխնոլոգիայով կարելի է արտադրել անսահմանափակ հոսանք, անսահմանափակ, որտեղ կարելի է թե Հայաստանում ներդնենք հոսանքի արտադրությունը, մենք կարող ենք Եվրոպա ուղարկել մինչև 700 միլիոն, 800 միլիոն կիլովատ ժամ հոսանք։ Պարոն Պետրոսյան, մենք դեռևս կխոսենք ձեր հայտնագործության մանրամասնությունների մասին երկրորդ հատվածում, բայց նաև դրան զուգահեռ նման արդյունավետ հայտնագործությունը ներկայացնելիս ինչու եք հանդիպել փակ դռների։ Ասեմ, դա մի պատճառ է, որ փակ դռներ եմ հանդիպել, որտեղ մարդիկ չեն հասկանում։ Չեն հասկանում ձեր տեխնոլոգիան։ Ոչ թե չեն ուզում, այլ իրանք Թուրքիա կարտամ մի բան։ Իհարկե։ Տատյանա Չերնգովսկայա, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նևրոկենսաբան, հոգեբանական եւ գիտակցության տեսության գիտնական։ Իրեն ելույթը շատ երկար է, բայց այս մի մասն է ինձ է դարձրել, որ խոսելուց ասեմ։ Մենք գերազանց երեխաներ ենք ուզում, թե քաղաքացիություն թե աշխարհ բացահայտող, այսինքն երեխան այսօր ոչ թե գերազանց պետք է լինի, աշխարհ բացահայտի ինչ աշխարհում ինչ կա եւ ինչ գոյություն ունի։ Մենք քաղաքականություն ենք առաջանտած ենք ուզում, թե հիմարների բանակ, այստեղ մի հատ խնդրում եմ բոլոր ղեկավարները լսեն, որտե Տատյանա Չերնգովսկայան ինչ է ասում է, թե հիմարների բանակ ովքեր հաջողությամբ անգիր են արել Նյուտոնի բանաձևերը։ Ի վերջով մենք ինչ ենք ուզում։ Այսինքն այս խելացի կինը համարել է, որ Նյուտոնը օրենքներ չունի, բանաձև է նրանց մոտ։ Իսկ մեր բոլոր մինչև այսօր սովորացնում են Նյուտոնի օրենքներից, որոնք որ փոքրուց սովորում են, մեծանում են, հասուն մարդ են դառնում, անգամ աշկի տեսածին չեն հավատում։ Այս է պատճառները, որ մեր մոտ չի ստացվում ոչ մի բան։ Այդ պատճառներն երևի հիմք ունի հասկանալով Նյուտոնի իրական ազգությունը։ Վերջ, ուրիշ բան չկա, իմ կարծիքը դա է։ Հիմա ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցել եմ, բացատրել եմ, ասել եմ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել եմ մեկին։ Ուրեն Արայիկ Հարությունյանին։ Արայիկ Հարությունյանը Ամերիկա մարդ է ուղարկել, նախկին քաղաքապետ, մասիվի քաղաքապետ էր աշխատում ինքը, եկավ Ամերիկա, տեսավ իմ պատրաստած մեքենան, տեսավ գեներատորը ոնց է աշխատում, ամեն ինչ, այսինքն ես ոչինչ չունեմ թաքցնել, ցույց եմ տվել մարդուն, որպեսզի գա զեկուցի, թե ինչ է տեսել։ Եվ անցավ ամիսներ ոչ մի պատասխան։ Հետո իմացա, որ Արայիկ Հարությունյանն նամակ է գրել տվյալ անձին, որ սուտ է, չեմ հավատում։ Այդ նույն այն ինչ որ օրենքները լավ սովորած ոչ թե մարդիկ, մինչև այսօր ոչ մեկը չեն հավատում։ Չնայած աշխարհում այսօր կա մարդիկ, պետություններ, որոնք բոլորը հավատացել են, քանի որ ցույց եմ տվել, նրանք են մարդ ուղարկել, տեսել են, գնացել, առաջարկում են գնամ իրենց պետության մեջ հոսանք արտադրեմ, բայց ես չեմ ցանկանում գնամ Եվրոպաներ, գնամ Չինաստան ու գիտեմ Ճապոնիա, Ֆիլիպիններ, որտեղ երկիր, ես ուզում հոսանք արտադրվի իմ հայրենիքում։ Ինչ է ստացվում, պարոն Պետրոսյան, ձեր հայտնագործությունը պետական մակարդակով մերժվում է, հիմնավորվելով, որ չեն հավատում։ Հա, որոշ բան ինչի համար բան։ Այդպես է ստացվում։ Իմ կարծիքով այդպես է ստացվում, թե ինչի պետք է բան չանեն։
Գիտեք ինչ կա, ես ասեմ, եթե ես իրենցից մի գրամ փող ուզեմ, մի կոպեկ փող ուզեմ, կամ ասեմ, ես միայն իրենցից ուզում եմ ինձ ծերտերա ոչ հարտավայր սար, մի հատ սար տվեք, այդ սարի լանջին ես ստեղծեմ հոսանքը։ Հայաստանը ծաղկեցնող Դա Հայաստանը չի ծաղկացնի, ես ձեզ ասեմ, եթե մենք կարողանանք Եվրոպայի պահանջը կատարենք 700 միլիոն կիլովատ ժամ, դուք պատկերացրեք 700 կիլովատ, եթե ասեմ թվերով, բազմապատկեմ թվերով, որ ձեզ համար պարզ լինի, 700 միլիոն ժամ կիլովատ հոսանքը ես կարող եմ սկսել, ասենք փոքրից սկսեմ, մինչև 7-8 ամսվա ընթացքում ես կարող եմ մինչև հասցնեմ այդ աստիճանի։ Եթե սա բազմապատկենք 0.10 սենտով, որ վաճառենք մենք Եվրոպային, իրանք առնում են 13 սենտով, մենք վաճառենք 10 սենտով, այսինքն 3 սենտ էժան Եվրոպային։ Սա միայն մեկ ժամվա գումարը կազմում է $70 միլիոն։ Մի ժամում։ Պարոն Պետրոսյան, աստղաբաշխական թվեր եք ասում։ Ես թիվ չեմ ասում, դա ինչ-որ կա, փաստ է։ Հիմա եթե սա բազմապատկենք 24-ով, 24 ժամով, սա կազմում է $1 միլիարդ 680 միլիոն։ Այսինքն, եթե ձեր հայտնագործությունը, ձեր տեխնոլոգիան Հայաստանում կիրառենք, մենք կարող ենք մեկ օրվա ընթացքում 1 միլիոն 700 1 միլիարդ 700 միլիոն դոլարի, այսպես ասած 700 միլիոն չի, 680 միլիոն։ Փոքրիկ։ Այդ պետք է լավ էնել կավելացնենք։ Եվ դուք պատկերացրեք, եթե սա էլ բազմապատկենք տարով 365 օրով, սա հավասարվում է 613 միլիարդ 200 միլիոն։ Այսինքն Հայաստանի ամեն մի ժողովրդին, եթե սա էլ բաժանեմ 3 միլիոն ժողովրդով, դա 3 միլիոն ազնվել լինենք, չէ՞։ 204,000 ամեն մի մարդ կարող է ստանա։ Ամեն մի մարդուն հասնում է 204,000 դոլար, բնականաբար դոլար։ Այսինքն Հայաստանի ժողովուրդը կարող է չաշխատի ու ապրի։ Աշխատողներին դրսից բերենք աշխատեն։ Այդ հոսանքի ստեղծումը եւ մատակարարումը կարող է լինել, այսպես ասած, հայկական նավթի փոխարինիչը։ Դա աշխարհին դեմ ենք դուրս գալիս, բայց դրա համար պետք է մենք պետության ղեկավարությունը ինչի համար եմ ես ասում, որ պետության ղեկավարությունը ինձ օգնի, որ ինձ իմ պահանջները կատարեն։ Այսինքն իմ պահանջները իմ ապահովագրությունը կյանքիս, որ ինձ չգան գողանան տանեն, իմ ապահովությունը, որ ինձ չսպանեն, գնդակարեն, չթույնեն, իսկ սա բոլոր պետությունները, նավթի մագնատները կուզենան, որ ինձ վերացնեն, բայց ինձ է վերացնեն, արդեն ես գիտեմ ինձանից հետո ով պետք է շարունակի։ Այսինքն մեկ է, ես մեռնելու չեմ վախենում։ Եթե ես մեռնեմ էլ, ես ուշտաշուտ մեռնելու եմ բնականաբար։ Բայց ես գոնե ես գիտեմ, որ Հայաստանս փրկված կլինի։ Իմ ժողովուրդը ոչ մի ղեկավար, ոչ մի անձ չի կարող իմ պետության ղեկավարի վրա ճնշում գործել, խեղճացնել, որտեղ միշտ խեղճացնում է ուժեղը, փող ունեցողը։ Իսկ եթե մեր Հայաստանը ունենա մեծ գումար, մեծ կունենանք եւ հզոր զենք, հզոր բանակ, մեծ բարձրակ շենքեր, ոնց որ ասենք Էմիրատներում պատրաստում ենք, կարանք առանցին քաղաքներ կառուցենք, բայց ամեն ինչը կարող ենք անել։ Ու իմ համար շատ անհասկանալի է, թե ինչու։ Այնինչ ձեր հայտնագործությունը վստահություն չի ներշնչում եւ չեն հավատում։ Պետական մակարդակով։ Ես չգիտեմ, դա վստահություն չի ներշնչում, թե չեն հավատում, թե չեն ուզում։ Պարոն Պետրոսյան, ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ ձեր հայտնագործությունը միայն սա չի։ Կարող է միլիարդավոր դոլարների շուկա ստեղծել Հայաստանի համար։ Բնականաբար։
Միայն սա չի, այդ Եվրոպայի մասն եմ խոսում, լարեք գնանք Ազիա։ Դե իշքան հոսանք, Աֆրիկայի հոսանք, իշքան հոսանք կարող ենք տանք։ Մենք Հայաստանը դառնում է ոչ թե ես, այլ Հայաստանը դառնում է էներգիայի աղբյուր ամբողջ աշխարհին։ Պարոն Պետրոսյան, երբ ասում եք փոքր շարժիչից, ստացվում է բազմակի ավելի մեծ հզորություն, ճիշտ է։ Այո։ Գիտնականների առաջին արձագանքը ո՞րն է լինում, երբ սա լսում են։ Ում ասեմ, բոլոր գիտնականները եղել են, գիտնականներ կան, ակադեմիկներ մի երկուսը ունեմ, երբ որ չէին հավատում, ես ուղարկեցի Տատյանայի, Տիկին Տատյանայի ելույթը, ասի կարտացեք դուք ովքեր եք, ակադեմիկներն, այսինքն ես շուտեցա, ես իրենց չէի կարող ասել դուք հիմարներ եք, բայց Տատյանան բոլորին համարեց հիմար, ու դե մի քիչ ինձ լեզու տվեց, Տատյանայի խոսքերը, որ իմ մեջ ավելի վստահություն ձեռքներ, մարդիկ հասկանան, որ եթե ես չեմ խոսում, այլ խոսում է գիդագից վերին աշան, գիդագից կին։ Բայց որ տեսնում են, գիտնականներից ես տեսնում են, ոչ մի բան չեմ, զարմանում են, ճագած են պաչում։ Դուք մի այնպիսի տեխնոլոգիա եք ստեղծել ձեր խոսքով, որ մինչ օրս ֆիզիկայի բանաձևերի եւ չափորոշիչների մեջ չի տեղավորվում։ Ինչու՞։ Նկարագրում եք մի համակարգ, որտեղ փոքր էլեկտրաշարժիչը կամ գեներատորը արտադրում է իրեն մատակարարվող էներգիայից 6-ից 10 անգամ ավելի շատ։ Ավելի շատ է արտադրում։ Օրինակ, այս գեներատորը, որ հիմա ես ցուցադրել եմ 24 լամպուշկայով, այդ մոտորը, ուրեմն պատկերացրեք, մոտորը ինքը 4.2 վոլտ է, մի ամպերով, այսինքն 4.2 վատ։ Իսկ վառվող լամպուշկաները 24 են, 12 վոլտ, մի ամպ։ 12 վատ, 24 անգամ 12, քանի վատ է անում։ Բաժանի 4.2-ի, այդքան ավել հոսանք է ստանում։ Դա Ումը ինչ եմ ուզում ասեմ, երբ որ ես ցուցադրում եմ, բոլոր լամպերը միացված են։ Աշխարհի որ գեներատորը ուզում եք սկսեք աշխատացնել, ոչ ոք չի կարող միացված, այսինքն լարումը միանգամից օգտագործող գեներատորը չի աշխատի։ Ուժը չի պատի գեներատորի, որովհետեւ ինքը պդույթ կատարի։ Իսկ իմ մոտ հենց կնոպ ես տալիս, ինքը վառվում է, աշխատում է, չի կանգնում, դժվարություն չունի պտտվելու համար եւ լույսը միանգամից հանդարտ բարձրանում է մինչեւ վերջի աստիճանը։ Ինչքան որ դու ուզում ես։ Ինչու եմ զարմանքով հարցնում, որովհետև ֆիզիկայի եւ էլեկտրատեխնիկայի օրենքներով նման բան հնարավոր չէ, եթե համակարգը չունի արտաքին էներգիայի աղբյուր, ճիշտ եմ ասում։ Էներգիայի պահպանման, այսպես ասած, օրենքի Դենց օրենք չկա, էներգիայի պահպանման օրենք։ Դա ով է հնար այդ օրենքը։ Ասում է, որ էներգիայի պահպանման օրենքի համաձայն պետք է նման գեներատորներ ունենան ելքային աղբյուր։ Ձեր գեներատորը ունի ելքային աղբյուր։ Ոչ։ Իմ գեներատորը ոչ մի բան չունի, մոտորը միացնում ես, մի հատ իրան ձեռքով էր ֆռացնես, հենց մի քիչ հոսանք եղա, մոտորը սկսում է աշխատել։ Եթե չունի ելքային աղբյուր, ապա Նո, ելքային աղբյուրը այսինքն ոնց գեներատորը ֆռում է, ելք ունի, տալիս է, հոսանք է տալիս։ իսկ ինչից է սնվում։ Ինքն իրան սնում է։ Հիմա 24 լամպ է վառվում։ Եթե 24 լամպից 12-ը միացնեմ իմ բանին, մոտորին, որը որ ամեն մի լամպս 12 վոլտ է, 1 ամպերով, գցենք 24 լամպը հաստատուն հոսանքները միացնենք իրար, դառնում է 24 բանը 24 ամպեր։ 12 վոլտ 24 ամպերը, որ վերցնենք վառվող լամպերից, ընդ տոնենք 12-ը։ Կարող է աշխատացնի 4 վոլտ 0.2 եւ 1 ամպեր։
24 ամպերը կարա աշխատացնի 1 ամպեր։ Դրա համար են հարցերս, պարոն Պետրոսյան։ Դե գան տեսնեն սովորեն։ Որովհետև միջ այսօր գիտության մեջ հայտնի են մի քանի տարբեր միջոցներ, օրինակ դա կլինի արևը, քամին, մագնիսական դաշտ ստեղծելը, քիմիական տարատեսակ ռեակցիաները։ Ելեմ, ես նորից եմ ասում, իմ համար ով ինչ ուզում է ստեղծի։ Ես իմ ստեղծածը չեմ ամաչում ցածադրելու, չեմ վախենում, որ ցույց տամ եւ չեմ վախենում, չեմ ամաչում, որ ես դա ասեմ։ Հիմա պատկերացրեք, ես եմ կերգնում, ես փողի կարիք չունեմ, թող իմ կառավարությունը լսի եւ ագանջներին օղանի։ Ես ձեզանից փող չեմ ուզում, ես ձեզանից ոչ մի բան, ես ուզում եմ իմ ազգին փող տամ, անսահմանափակ, ինչ եք ուզում։ Փորձեք, մի հատ փորձեք, ասեք հալով, թող գա մի սարի լանջին թող դանը քրդինք թափի։ Միգուցե վախը այն է, որ կարող եք խոշոր, այսպես ասած, մենաշնորհներ դրանով առնվեն։ Այսինքն ոնց։ Որոշակի բիզնեսների դեմը փակվի։ Ես չգիտեմ իրանք ինչ են մտածում, ես ոչ մեկի բիզնեսի դեմ չեմ, մենակ ով նավթ է արտադրում, գազ է արտադրում, իրանք պետք է սննգանան։ Եվ Հայաստանն դառնալու է հոսանքի մատակարարման աղբյուր աշխարհում։ Էլ դրանից ավելի չանում։ Ով էլ ներ իմ տեղը նույնը կաներ, այսինքն որ ստեղծեր դա, եթե ֆրանսիացին ստեղծեր, կասեր Ֆրանսիան է աշխարհի տերը։ Ռուսը ստեղծեր, կասեր Ռուսաստանն է։ Չինաստան, Ճապոնիան ստեղծեր, կասեր սա մերն է։ Այսինքն ձեր գյուտով մենք կարող ենք դառնալ աշխարհի տերը։ Աշխարհի տերը ես չեմ ուզում մենք դառնանք։ Ուղղակի ես ուզում եմ մեր աշխարհը, մեր երկրին ձեռք չտան։ Հանգիստ իրանց համար ապրեն, մեր հայրները իրանց համար։ Պարոն Պետրոսյան, ես հասկանում, դուք չեք կարող շատ բացել փակագծերը գյուտի մասով, բայց ինձ հուզում է նաև մեկ այլ հարց։ Ձեր գյուտը արտոնագրված է։ Նման գյուտը երբեք, եթե դուք այդ հարցը տալիս եք, պատկերացրեք գյուտը արտոնագրեմ, այսինքն պատենտ ան։ Այո։ Գյուտը պատենտավորված չի, կա որոշ բաներ, որ պատենտավորել է, դետալներ պատենտավորված է։ Դուք պատկերացրեք, ես գյուտը հետը պատենտը ինչ բան է։ Ես դες բացատրեմ։ Բացատրեմ պատենտը ինչ բան է։ Եթե դու պատենտավորում ես որևէ մի արտադրություն կամ ապրանք, դու պետք է նրա կենսագրությունը լրիվ բացատրես ու պատմես։ Դու պատկերացրեք, ես գեներատորի կենսագրությունը 30 տարի առաջ գրեի բացատրեի, հիմա ես կենտանի չելնի, ստեղ ներկա չելնի։ Ու ձեզ էլ չէր պատկանի։ Բնականաբար, որ ես կենտանի չնեի, այդ պատենտավորման մասին որ հարց են տալիս, իրանք մտածում են, իրանք խելացի են, հարց տվեցին, բայց Չէ, ես մտահոգությունից ելնելով հարցրեցի պարոն Պետրոսյան։ Ձեր մասին չի խոսքը, մարդիկան բանը, որ իրանց պատենտ արել ես, լսել են պատենտը, բայց ինչ կարելի է անել պատենտը, ինչ չի կարելի անել։ Բայց սովորաբար գյուտերը չեն պատենտավորում։ Ոչ բոլոր։ Այդտեղ հարց է գալու հեղինակային իրավունքի պահպանության հարց։ Երբ որ հիմա եթե հիմա ասեմ, երբ որ մենք կարողանանք դնենք, արտադրենք, աշխարհին հոսանք տանք, այդ ժամանակ ես կարող եմ պատենտավորել։ Ինչի՞ համար արդեն ամբողջ աշխարհը գիտի դա մերն է, Հայաստանի պատենտն է, Հայաստանի գյուտն է, ոչ թե Ամերիկայի։ Այն ժամանակ հեշտ է անել, բայց որ դու մենակ հանդես ես գալիս պատենտի համար, դու ով ես հզոր պետությունների դեմ, քեզ կուտեն, կես ժամ հետո չկաս աշխարհի երեսին, ոչ թե մենակ դու ամբողջ եղած-չեղածը չկա։ Ամեն դեպքում դուք կառավարությունից փաստացի մերժման նամակ չեք ստացել։ Ոչ նամակ եմ ստացել, ոչ զանգ եմ ստացել, ոչ մեկից ոչ մի բան։ Ոչ էլ եզրակացություն հիմնավորումներով։ Ոչ էլ եզրակացություն հիմնավորումներով, ոչ մի բան չեմ ստացել։ Ես ուղղակի հիմա գնում եմ, երևի ինձ հրավիրող մի 3-4 պետություն կա, ամենալավը համարում եմ Ճապոնիան,
որ հենց ստորագրեմ ամենջապես կդան իրենց քաղաքացիությունը, որ գդառնամ Ճավոնյայի քաղաքացի, երևի։ Նման որոշում եք ընդունել։ Դե ինչ անեմ, ինչքան ես կարող եմ ապրել։ Մի րոպե։ Դե ես 77 տարեկան մարդ եմ։ Չէ, պարզապես հարցնում եմ, պարոն Պետրոսյան։ Ես ինչ գիտեմ, քան տար եմ ապրելու։ Գոնե չվայելեմ իմ աշխատանքը, 30 տարվա աշխատանքս չվայելեմ։ Իհարկե։ Անկասկած։ Գոնե ոչ թե փողի տեսակետով վայելեմ, գոնե տեսնեմ, որ ես մի պետության լույս տվեցի։ Պետությունը ինձանով է ապրում, ես պետության մեջ հարգանք ունեմ, որ պետության ղեկավարը սիրով դռները բացում է։ Հասկանում եք ինչ է։ Ես էլ եմ մարդ, չէ՞ վերջը։ Ինչ է ստացվում, հուսահատված է գնում, պարոն Պետրոսյան։ Ով ես կյանքում չեմ հուսահատվում։ Ես այնքան մտքեր ունեմ, գյուտեր ունեմ եւ պատրաստ է։ Որ Իսկ ինչ մտքերով է գնում, երբ ձեր գյուտը ձեր հայրենիքում մերժման է արժանանում։ Դա ինչ ասոցիացիաներ է առաջացնում։ Ոչ մի բան։ Մենակ թողներն ինձ, ասում եմ, հիմար մարդիկ, որ չհասկացան ինձ։ Այնինչ տարբեր երկրներից, գրեթե 5 երկրներից առաջարկներ ունեք։ Կարամ բացեմ նամակները ցույց տամ։ Հավատում եմ ձեզ, Եվ դուք կարող եք դնեք ստե, որ տեսնեն պատենտ, այսինքն պետությունների, ղեկավարների, անգամ պետություն, որը թագավորն է նամակ գրել։ Թագավորի կողմից նամակներ ունեմ։ Դուք պատկերացնում եք, մարդիկ եկե տեսել են, չեն կարա չհավատան։ Ինչպես է ստացվում, օտարները տեսնում են, հավատում են։ Մերոնք տեսել են, չեն հավատում։ Դուք պետք է շատ լավ ճանաչեք Տիգրանին, Նոյան Տապանին։ Հաղորդավարին, գոնե տեսասկալն եք Տիգրան։ Ինք մարդը եկել էր Ամերիկա, զանգեց ինձ։ Բայց ես շմարթն եմ, ասի ուրախ եմ։ Ասա ուզում եմ ձեր հետ հանդիպեմ։ Գնացինք, ընկերոջ մոտ էր։ Ընկերը մի բիզնեսի տեր։ Շատ լավ դիմավորեցին, ծանոթացանք Տիգրան հետ, ասավ, նայ, ուզում եմ այդ քո ելույթ ունեցած, ինչ-որ ելույթ ունեց, ասա ուզում ենք գանք տեսնել մեքենան, գեներատոր, ասի հարց չունես։ Մեքենան էլ տեսավ, գեներատորն էլ տեսավ, իրան ընկերոջ մոտ տարա գեներատորը հատուկ, որտեղ խելացի անձնավորությունները սիտող չափ են ձև են տեսնել ինչ է կատարվում այս գեներատորի հետ։ Ընկերս են զարմացած, քանի որ նա չէր հավատում, մինչև չտեսավ։ Հասկանում եք։ Բայց էլ եմ ասում, նրանց հետո այդ Տիգրան ընկերը չի համարվում հիմարների շարքին, քանի որ ինքը հավատաց։ Դա հիմա ինչ ասեմ։ Դուք ասում եք, նաև հայտարարում եք, որ ձեր այդ տեխնոլոգիայով 1 տարվա ընթացքում հնարավոր է մարել Հայաստանի պետական պարտքը։ Դա հիմա այս 600 միլիարդ դոլարից։ Դա նշանակում է որ մի քանի անգամ։ Դա այդքան գումար որ տարեկան գալիս է, մի ամսում կարելի է այդ պարտքը փակել, դա ինչ բան է։ Փաստացի հաշվարկներ։ Հա, բարդ հաշվարկ է։ Ես ինձանից թվեր չեմ օրինում։ Եթե անգամ 10 սենտով չվաճառենք, վաճառենք 5 սենտով, դուք պատկերացեք ինչ գումարներ են, 620 միլիարդից կլինի 310 միլիարդ տարեկանը։ Դա համար ես փող չեմ ուզում, ես փող պետք չի։ Պարոն Պետրոսյան, ինչով է պայմանավորված, որ ձեր այս հայտնագործությունը ել ավելի մեծ արձագանք չի ստանում։ Որտե՞ղ։ Հայրենիքում։ Դա հայրենիք ավելի աղմկահարույց չի լինում։ Կներեք, հայրենիքում շատ մեծ արձագանք ունի։ Ես շնորհակալ եմ մեր ժողովրդից։ Մեր անկախնալից կինտ է տղամարդ։ Շնորհակալ եմ բոլորից։ Եթե դուք կոմենտներում կարտակ իրանք ինչ են գրում իմ մասին, կզգաք մարդկանց։ Չէ, ժամանակն է, որ կոմենտային տիրույթից դուրս գալ եւ աղմկահարույց հոդվածներ գրել։
Ես գրեմ, թե իմ մասին գրեմ։ Ոչ, ասում եմ, ինչու մեծ արձագանք չի բարձրանում, աղմկահարույց արձագանքներ տեղի չեն ունենում, որ այսպես ասած սայլը տեղից շարժվի։ Թե չէ բնակարանում նստել, հաղորդման տեսահանյութի տակ գրել կոմենտներ, բոլորը շատ լավ հասկանում ենք, որ այդ դարաշրջանը որևէ բան չի կարող փոխել։ Ուրեմն ասեմ ես նախավարաճ երբեք չեմ ուզում պայքարեմ պետության ղեկավարության դեմ։ Չէ, Քավլիցի բնավ պետության ղեկավարի դեմ պայքարելու մասին չի, խոսքը ավելի պարզ, գրագետ եւ գիտականորեն ներկայացնելու մասին է։ Միգուցե ճիշտ չի ներկայացվել, միգուցե որոշ խոտաններ են տեղի ունեցել ներկայացման ժամանակ։ Ուրեմն ես ձեզ ասեմ մեկ ուրիշը։ Եթե ես որևէ ունեմ մարդիկ եւ շատ գրագետ, շատ մասնագետ, ակադեմիկ ընկերներ ունեմ, որոնք որ լավ իրավաբաններ ունեմ, շատ ու ինձ շրջապատում են շատ հզոր մարդիկ։ Եթե գոնե մի զանգ ստանայ, զանգ, ասեք գիտեք չկա, դուք սենց բան եք արել, ժողովրդին մի խապեք։ Եսեք ասեք գիտեք չարեք, պայմանավորենք հանդիպենք, դուք եկեք գեներալ տեսեք մասնագետների մոտ, դուք բերեք ձեր մասնագետը, թող ստուգի գեներատորի աշխատանքը, որտեղ էլ եմ կրկնում, եթե անգամ ատոմային էներգիա բլոկը ուզում են աշխատացնեն, մինչև բոլոր սիստեմը հոսանքի անջատում են, որ մինչև էներգիան սկսի նորմալ աշխատի։ Երբ որ սկսում են լրիվ գալիս է իրան պդուդի, նոր ժամանակ հոսանքը միացնում են։ Եթե գեսերում ու գեսերի հոսանքը ծանրաբեռվում է եւ հոսանքը ավելի շատ է ուտում, գեսերը սկսում են այդ թևերը ջարդվել, որտեղ բան։ Իսկ իմ մոտ ոչ դժվարություն կա, ոչ ծանրություն կա, ոչ մի բան։ Ասում եմ 4 վոլտանոց մատորը, որ մատով բռնես պետք է կանգնի։ Իսկ բոլոր գեներատորների մեջ ֆռացող մասը իրեն քաշը, չէ՞։ Անգլերեն ասում են load-ը, բեռը, այսինքն հայերենով բեռ։ Այս բեռը ինքը ֆռացնում է շատ հանգիստ, չնայած ամիջապես չի վերցնում արագ։ Ինչով է պտտացնում։ Էլեկտրական բատրիով կարաս ձեռքով ֆռացնես, թելքցես, քաշես, ամեն ինչ կարաս անես։ Չէ, այդ մեխանիզմը ինչի վրա է հիմնված, որ պտտվում է։ Մատորը ինքը բանը ռեմենով բելտով ֆռացում է գեներատորը։ Գեներատորը բավական այդ ֆռացող մասը բավական ծանր է։ 4 վոլտի համար ծանր է։ Դրա համար մենք ունենք են կարա հանգիստ պտտվում է։ Այդ եւ այդ բոլորից հետո հոսանքը երբեք այդ որ լամպերը բոլոր լամպերը միացրած են, օրենքով պետք է դժվարանա, միտեղ պետք է այսօր մատորի աշխատանքի ձայնն էլ փոխվի։ Պարոն Պետրոսյան, բայց սա հաշվին է արտադրում հոսանքը։ Ինքը ֆռում է, մագնիսները ֆռում են։ Մագնիսները։ Հա, բավոց, առանց մագնիս հոսանք ոնց կարաս։ Այո, մագնիսները պտտվում են։ Հոսանք ստացվում են, բանը կծիկներ կան, անգլերենով coil, հայերենով կծիկ, էլ ոնց ինչ։ Չէ, այս process-ն է նաև հետաքրքրում հոսանքի ստացման process-ը։ Դե հոսանքը ոնց է ստացվում, երբ բոլոր դեպքերում մանգիսական դաշտ պետք է առաջանա։ Առանց մանգիսական դաշտի հոսանք երբ որ մանգիսական պուսլայցյան, երբ որ ինքը ֆռում է, ինքը պուսլայցյան փոխանցվում է։ Այդ պուսլայցյան աջակցականությունը չի գնում սենց ուղիղ։ Ինքը միշտ կլոր է ֆռում։ Գնում պատում է, նա աջակցականությունը մանգիսական վերածում է կծիկի մեջ, կոյելի մեջ, վերածում է էլեկտրական հոսանքի եւ սենց փախտում են։ Մեկ էսկոմ, սենկոմ, այսինքն դրական բացասական լիսկերը, մինուս ասենք մագնիսի ոնց ասեմ, նորտը էսկոմ է գալիս, սաուդը ենկոմ է գնում։ Հիմա թե որն ես դու օգտագործում, ատեն քո գործնա, որն է քեզ ձեռնատու օգտագործել։ Պարոն Պետրոսյան, ինչպես ձեռնամուխ եղաք նման գյուտի համար
Ինչն էր ձեզ դրթում։ Դրտել է, ասել եմ առաջի հաղորդումից, իմ գյուտի դրտում է եղել է իմ մամայիս հրամանը։ Հաջորդ օրը շատ տխուր մտել եմ մեր արգարժան պատվարժան մարդու Կարեն Սերոպիչի մոտ Թեմիրջանի կաբինետ եմ մտել հայ էլեկտրոգործանի ժամանակ տեսավ շատ վատ եմ զգում, ասավ ինչ է պատը, ասի երեք մերս ինձ սենց հանձնարարություն է տվել, ասի ես էլ բան թրաժեմ, ասավ մամա ճիշտ է արել, ես էլ եմ ասում գնա զբաղվի, վեցևի, երբ որ ավարտեցի Դեմիրջանի մավան 20-ամյակն էր, այդ 20-րդ տարին էր, թրայգա, ավարտել էի արդեն, թրայգա գնաց իրան գերեզմանին, ասեցի Կարեն Սերոպիչ, կատարել եմ քո հրամանը, նույնը մորս գերեզմանին եմ, մամ ջան, արեցի ես այդ ամեն ինչ։ Հասկանում ես, հոսանքը, որ շատ մարդիկ չէին հավատում, դրա համար ես ստեղծեցի մի մեքենա, որը որ մինչև այսօր 46,000 մայլ եմ քշել, առանց որևէ մի ասենք, որ ձայրատկայի ոչ մի բանի տեղ։ Ձեր մեքենան դուք եք ստեղծել։ Այո, լրիվ, զերոյից։ Հիմա մեր կառավարությունն ուզում է առաջարկի, որ մեքենա արտադրենք, էլեկտրական մեքենա արտադրենք, մոտավորապես 100,000 աշխատանքային տեղ ենք ստեղծում, մոտավորապես, բացի դրանից հոսանք, քանի որ մեր անսահմանափակ հոսանք ունենք, կարող ենք ամառ ձմեռ գարուն պարինգներով հոսանք արտադրենք, պարինգներով օգտագործենք եւ ստեղծենք բերկատվություն, այսինքն մեր ժողովրդին եւ հոսանքով կապավենք, եւ գումարով, եւ ամեն ինչով ինչ ասեմ, ուտելիքով, սնունդով ոչ մի բանի կարիք չենք զգա։ Էլ ինչ են ուզում այս պետությունը, ինչ է ուզում։ Դուք ավելի տարեցիք, դուք ավելի ճիշտ եզրակացություններ կանեք, ինչ են ուզում, պարոն Պետրոսյան։ Չգիտեմ։ Ես չեմ ուզում խոսամ, որտեղ այսօր պետության վիճակը sense խառն է, ես չեմ ուզում։ Չէ, մենք խոսում ենք գյուտի մասին։ Նո, ես չեմ ուզում, որ չենք քաղաքականացնում։ Ես չեմ ցանկություն չունեմ։ Այո, չենք քաղաքականացնում։ Պարոն Պետրոսյան, դուք նաև ասում եք, որ ձեր նախագիծը կարող է ընդամենը մի քանի ամսում ընկնել հունի մեջ եւ նման քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել եւ կարճ ժամանակահատվածում միլիարդավոր դոլարների եկամուտ բերել Հայաստանին։ Հիմա բացի չհավատալը, բացի չվստահելը, ինչն է խնդիրը ըստ ձեզ, ոչ թե թույլատրում են, գան նստեն ասեն հարգելի Պետրոսյան, մենք ուզում ենք, որ դուք ել ավելի պարզ մեզ համար բացատրեք, ներկայացնեք։ Սրանից պարզել ինչ ասեմ։ Չէ, եղել է նման բան։ Չէ։ Բայց պարզ, այսքան տելևիզորով ասում եմ, խոսում եմ, խնդրում եմ։ Գուցեև բարդ եք բացատրել, պարոն Պետրոսյան։ Չէ, հիմա ձեր մոտ բարդ է, դուք չհասկացաք։ հասկանում եմ։ Դա իրանք էլ պետք է հասկանան, լավ, մարդն դե չհասկացան, բայց հարցրեցի ձեզ, գուցեև բարդ եք բացատրել։ Ես նորմալ խոսում եմ։ Ճիշտ է, ժամանակները շատ դժվարությամբ, քանի որ ես լիսերը որ տեսնում եմ, քիչ մարդ պետք է սովորել լիսերի տակ։ Բայց հիմա ես պարզ խոսում եմ, արտահայտում եմ, ես հագցնելու ոչինչ չունեմ։ Այսինքն մենք հրաժարվում ենք մեր հայրենակցի կողմից ընձեռված հնարավորությունից երկիրը շենացնելու համար։ Վերջ։ Եվ թող իրանք մտածեն, ժողովրդին պատասխանան, ինչու են հրաժարվում։ Ես ինչ ասեմ, ոնց կարամ ասեմ, պատճառը, եթե ես չգիտեմ այդ պատճառը։ Այդպես ինչ ենք անելու, պարոն Պետրոսյան։ Ոչ բան, ես գնամ, մի ամիս, երկու ամիս գնամ հանգստանամ, արդեն հոգնել եմ այս ամեն ինչից։ Սովորաբար գալիս են Հայաստանում են հանգստանում, դուք գնում եք։ Ծանր օրեր եմ տարել։ Հայաստանում, որտեղ Կորյուն Գումաշյանի հետ շատ բաներ ենք պայմանավորվել, որ Կորյունին, այսինքն մեր բանակին օգնելու համար
ավելի շատ ես գիշերները չէի կնում, գծագրում էի, գրում էի, ճնճում էի, ինչ անենք, ոնց անենք, հենց կորյունի համար։ Ես կարծում եմ, ես մեր բանակին էլ մեծ օգուտ կտանք։ Կորյունի հետ միասին մենք կարանք շատ մեծ օգուտ տանք բանակին։ Մենք կարող ենք նենց անել, որ բանակում եթե անգարց որևէ մի երկիր փորձի հարձակվում էր վրա, ինչ ժողովուրդս մեն, մի զինվոր չուղակ են կռվելու։ Մեր գործիքները գնան կռվեն գկան ու կհաղթենք։ Պարոն Պետրոսյան, ինչ լույս եք տեսնում Հայաստանում։ Հայաստանում ինչ լույս եմ տեսնում։ Ես մենակ աշխարհքում ուզում եմ, որ իմ ազգը ստորացած չապրի։ Ես ուզում եմ իմ գյուղի ժողովուրդը շատ լավ ապրի։ Ես ուզում եմ մեզ դաստիարակող ուսուցիչները թոշակ ստանան անգամ, որ երջանիկ ապրեն։ Թորներին կարողանան նվերներ տան։ Դուք խոսում եք ձեր ցանկությունների եւ բարեմաղթանքների մասին։ Ինչ լույս եք տեսնում։ Հիմա ինչ լույս եմ տեսնում, ես չեմ կարող ասել։ Որպես հոսանք ստեղծող գյուտարար, ինչ լույս եք տեսնում։ Եթե պետության մեր կառավարությունը ինձ թույլատրի հոսանք արտադրեմ, այդ լույսը ինքնան լույս է բերելու։ Եվ ոչ միայն լույս։ Մենք տեսնում եմ շատ բացված, պայծառ լույս եմ տեսնում։ Ես ուզում եմ իմ երկիրը ապրի, հասկացեք վերջով։ Ես էլ եմ կրկնում, ես կարամ հենց հիմա դնեմ այդ բիկոյլներ արտադրող զբաղվող, գիտես չկան են խնդրում, որ իրանց համար հոսանք արտադրում, ասում չէ, իմ հոսանք իմ երկրի համարը, իմ հայերի համարը, ոչ թե ձեզ համար։ Չգիտեմ, հետ տեսնեն շարունակվեց, էլ լույս չենք տեսնի, անգում կտեսնենք, դել թող Աստված որոշի, ով է մեղավորը, ով ճիշտ։ Բայց որ Աստծուց պատժիժ են ստանալու, ով որ Հայաստանի դեմ է գնում, այդ հաստատ։ Տեսնում եք դա։ Հա, ես դա տեսնում եմ, որ ով դապես ես Աստծուն հավատացող մարդ եմ։ Ես ինչ որ արել եմ, ես ասեմ, իրեշ կա շատ, որ տարեկան քանի միլիոն մարդ են, չէ, ավարտում ինստիտուտները մեխանիկ են դառնում, ես եմ ինժեներ մեխանիկներ, գիտնականներ են դառնում, կամ ակադեմիկներ։ Թող որևէ մեկը միջև այսօր ստեղծեր սա։ Ես որ երբեք ցանկություն չեմ ունեցել, ասենք նման բաներ, չնայած ունեմ շատ, 184 հատ նորարարություն ունեմ։ Մենք դեռևս հանդիպումների ժամանակ կխոսենք այդ ձեր նորարարությունների Ես շատ նորարարություններ ունեմ, սա ուղղակի գյուտա սայել է նորարարություն իմ համար մի աշիվ է, թե ինչ կասեն, ոնց կանվանեն սրան։ Որ ասում եք գյուտ, ես զարմանում եմ, թե գյուտը որն է, նորություն է, արել եմ, բայց 24 տարի եմ չաշարվել ու չեմ հուսահատվել, քանի որ մամայիս էի խոստվել։ Հրաշալի։ Մայրս ասեց, եթե դու իմ տղեն ես, ինձ լույս պետք չի, քո ազգին լույս տուր, որ իմանամ ես քեզ ծնվել եմ։ Այդ խոսքերը մինչև այսօր ես չեմ մոռանում։ Խոսում եք նրա հետ։ Շատ։ Հարցեր տալիս եք։ Հարցեր տալիս եմ, ստանում եմ, շաբաթի 3 անգամ գերեզմանում եմ, մամայիս ծնողներից գերեզմանին։ Ասում ես չեմ կարող այն տղեն, հիմա թողներն են երիտասարդները կամ միլիցիայի աշխատողները, ովքեր այսօր ինչ-որ մի կնոջ ոտքու ձեռքերից բռնում տեղափ տանում են առանց ամաչելու, որ սա կինա են, մորը տարեկին կինա,
բայց որ իրանք ծնվել են, իրանց ծնողները իրանց համար ուրախություն քեֆ են արել, մի բաժակ վերցրել խմել են, աշկալոսանք են տվել։ Բայց այսօր իրանք իրանց ծնողներին հայյանք են անել տալիս։ Այսինքն եթե իրանք այդ քայլը անում են, շրջապատի իշքան մարդ կա եւ անիծում են, եւ հայոյում են, չէ՞ կամաչում է, ում համար է այդ կնոջը տանում։ Ինչի համար։ Կարելի է հանգիստ տանել։ Առավելևս երբ խոսքը վերաբերվում է սևազգեստ մայրերին։ Այդ սևազգեստը ես որ տեսնում եմ, ուզում խոնարհվեմ այդ մարդկանց առաջ։ Երեխային կորցրել, հələ դուք կորցրեք երեխան, ու պատկերացեք ձեր նկատմամբ այդ վերաբերմունքը։ Ո՞նց եք դուք ընդունում դա։ Դուք երեխա չեք կորցրել, մյուսը ձեր համար մարդ չի, հա։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան։ Հոգատար շնորհակալ եմ, որ եկաք։ Ձեր նորարարության մասին խոսեցիք, ձեր հայտնագործության մասին խոսեցիք եւ խոսեցիք այն կարևորի մասին, որ ինչ մեծ ավանդ կարող է բերել ձեր նորարարությունը, ձեր մայրիկին նվիրված հայտնագործությունը Մայր Հայաստանին։ Իմ գեներատորի անունն է Մայրիկը։ Իսկապես։ Հա։ Մեծ տարերով գրվում է Մայրիկ։ Ես վստահ եմ, որ մայրերի ուժը եւ առաքելությունը ասպառ է, էական չի, այս կյանքում թե մյուս, եւ վստահ եմ, որ բոլոր մայրերի երազանքները, որոնք բարին են, ի վերջո մի օր ի կատար են հացվում։ Ես համաձայն եմ, ես գիտեմ դա որ լինելու է։ Ձեզ ամենայն բարիք եմ մաղթում, բարի ճանապարհ եմ մաղթում, վստահ եմ հայրենիք վերադառնալու եք եւ շնորհակալ եմ այս զրույցի համար, այդ հնարավորության համար։ Մեր հետագա հանդիպումներում ես վստահ եմ ել ավելի նորարարությունների մասին խոսենք եւ մեկ անգամ եւս լայն հասարակությանը կներկայացնենք ձեզ, ձեր ստեղծածը, որոնք ինչ կարեւոր են եւ ինչ կարող են տալ մեր հայրենիքին։ Շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ եմ հրավերքի համար, թող ինչ ժողովուրդների մեկ-մեկ հուզվում եմ, խոսում եմ, դա երևի չգիտեմ ես ամբողջ կյանքում դենց վատ բանից հուզում եմ։ Փոքր հասակից մինչև այսօր ասում եմ, որ հուզվում է աշկերտից արտասում է, նա թույլ չի, նա ուժեղ մարդ է։ Այո։ Ես ինձ համարում եմ ուժեղ մարդկանցից մեկը, որովհետև 24 տարի տանջվեցի այդ գեներատորի վրա։ Ոչ ոք չէր դիմանը։ Ու թե ինչ գումարներ եմ ծախսել գեներատորը ստեղծելու վրա, չեք պատկերացնում, ես չեմ ուզում ցույց տամ այդ գումարների մասին խոսել, որովհետև ինձ պետք չի, դա ձեզ չի դարկվում, ոչ էլ ինձ է դարկվում։ Կարևոր այն է, թե դուք ինչպես արժանի զավակի նման բարձր պահել եք ձեր մորը տված խոստումը, թե եւ ինչպես եք բերել Հայաստան եւ ուզում ծառայեցնել Հայաստանին։ Ամենայն բարիք եմ ձեզ մաղթում։ Շնորհակալություն։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս գյուտարար, նորարար, հայտնագործող հայ ազգի Սամվել Պետրոսյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։